Տակին չի ծանոթ։ Բանոբինյան Բայրամովի հայտարարությունների հետ կապված մեծ հայտարարություններ։ Մեկ էլ Ռուսաստանի, ռուսաստանական ծորերի մասին չեմ ասում։ Նորմալ է, որակը բավարարում է իրենց։ Ծորերի հետ կապված Դե տեսնում եք ինչ լավ է։ Ունենք ծորերի հետ կապված։ Բանոբինյան Բայրամովի հայտարարությունների հետ կապված ծավալուն հայտարարություններ էր, հա, տվել։ Փաստորեն հիմնական մեխանն է, որ Նիկոլ Փաշինյանը ինչ որ փուլի կտրուկ, այսպես փոփոխությանը ենթարկել իր տեսակետը, հրաժարվել է բանակցություններ վարել ու ինչն էլ բերել է փակուղի ու արդյունքում ունենք այս ցավալի իրավիճակը, ինչն էլ հանգեցրել է պատերազմի։ Ու ավելին 19-ին ասած առաջարկներ են ներկայացվել, որոնք մերժում են։ Դա ոչ միայն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն է ասում, այլ Ռոբերտ Քոչյանը, Սերժ Սարգսյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Եվ պետք է ասեմ, որ Ադրբեջանի արտգործնախարարը Ռոբերտ Քոչյանը, Սերժ Սարգսյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը սխալ են ասում, Հայաստանը պատերազմ չի հրահրել, Հայաստանը պատերազմ չի սկսել, Հայաստանը չի դադարեցրել բանակցային գործընթացը։ Բայց բանակցությունները մեծ է բարել, ինչը հանգեցրել։ Ես համաձայն չեմ Ջեյհուն Բայրամովի, Ռոբերտ Քոչյանի, Սերժ Սարգսյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Բայց փաստերը նրանք վկայակոչում, պարոն։ Ես համաձայն չեմ նրանց վկայակոչած փաստերի հետ, որովհետեւ այդ փաստերը ճիշտ չեն։ Դրանք ճիշտ փաստեր չեն։ Արցախ Հայաստանը եւ վերջի ասել, որ զրոյական կետից է ասել։ Ռոբերտ Քոչյանը ասել է Արցախը Ղարաբաղը 88 թվականից մինչ օրս Հայաստանի մաս է։ Ըստ Ռոբերտ Քոչյանի եւ իր գործընկերների տրամաբանության ինքը պատերազմ է հրահրել։ Պարոն 2019-ին առաջարկ ուղարկվել է։ Ներողություն 2019 թվականին ինչ որ առաջարկ է եղել, որին Ադրբեջանը համաձայնվել է, իսկ Հայաստանը չի համաձայնվել։ 2019 թվականին չի եղել առաջարկ, որին Ադրբեջանը համաձայնվել է եւ Հայաստանը չի համաձայնվել։ Հարգելի գործընկերներ, նախ 1000 անգամ խոսել ենք, էլի, ես չզարմանում եմ, ոնց է ամեն անգամ գալիս հարց տալիս։ Ամեն անգամ թողեք խոսեմ։ Ամեն անգամ ինձ զարմացած հարցեր եք տալիս, ոնց որ 1000 անգամ չի խոսվել դրա մասին։ Ես էլ երբ հա, հաստատում եք, շնորհակալություն։ Հիացած եմ ուղղակի։ Ընդհանրապես 2008 թվականից սկսած, երբ որ ընդունվեցին Մադրիդյան սկզբունքները, բոլոր առաջարկները նույն էության մեջ են եղել եւ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ նկարագրել է ինչ է նշանակում Մադրիդյան սկզբունքները։ Նշանակում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում Ադրբեջանի կազմում, որովհետեւ երբ որ տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքները մեկտեղում են, ստացվում է ինքնորոշում Ադրբեջանի կազմում։ Դրանից հետո բոլոր առաջարկները, որոնց մի մասը իդեպ Ադրբեջանն է մերժել, ենթադրել են դա։ 2019 թվականի առաջարկը սկսում է հետեւյալով. Ադրբեջանի նախագահ եւ Հայաստանի նախագահ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականին Հայաստանի նախագահ Նիկոլ Փաշինյանը չէր, Արմեն Սարգսյանն էր եւ Արմեն Սարգսյանը չէր վարում բանակցություններ։ Հետո 2019 թվականի փաստաթուղթը եղել է Սերժ Սարգսյանի նախագահության ավարտի դրությամբ ինչ որ հանրագումար, որը Հայաստանը չի մերժել։ Հայաստանը որևէ առաջարկ չի մերժել։ Բայց ընթացքել չի տրվել փաստորեն։ Ինչ նշանակում է։ Իսկ 2016 մի վարքյան 2016 թվականի առաջարկների Սերժ Սարգսյանը ընթացք տվել է, կամ դրանից նախորդած որևէ առաջարկի ընթացք տրվել է։ Եվ մի կարևոր բան եմ, էլի ես ուզում ասել։ Ընդհանրապես բոլոր նախագահները նախկին այսպես կոչված ինչ են ասում։ Ասում են, այ որովհետև իրանցից երկուսը երբեք չեն ընտրվել նախագահ, մեկն էլ մի անգամ է ընտրվել, երկրորդ անգամ չի ընտրվել։ Այ դրա համար այսպես կոչված։ Ինչ են ասում։ Ասում են ամեն մեկը իր նախագահության տարիներին, էլի։ Այսպիսի հանճարեղ առաջարկներ կային, այսպիսի շատ լավ ծրագիր կար, այսպիսի շատ լավ ծրագիր կար։ Է շատ լավ, եթե այդքան լավ առաջարկներ կային, ինչի չեն իրագործվել այդ առաջարկները։ Մի վարքյան թողեք հարցին պատասխանեմ։ Հաջորդը իրականում Մադրիդյան սկզբունքներով ենթադրվող առաջարկները մենք պրակտիկայի մեջ իրականում տեսել ենք ախր։ Մենք տեսել ենք այդ առաջարկի ընդունումը, ինչ էր ենթադրում, որովհետև առնվազն 2010-ականներին հնչած բոլոր առաջարկները ենթադրել են ինչ, որ հայկական ուժերը դուրս են գալիս 7 շրջաններից, տարբեր վարիացիաներով, հա, բայց 7 շրջաններից Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի Միչանսկի շուրջ առնվազն ռուս խաղապահներ են կանգնում եւ կարգավիճակի հարցին չի լինում անդրադարձ։ Այս իմ նշած ամեն ինչը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ տեղի ունեցել։ Մենք արդեն տեսել ենք ինչ է լինում, երբ որ
հայկական ուժերը դուրս են գալիս 7 շրջանների մի մասից, երբ որ մնում է Լաչինի միջանց եւ Լեռնային Ղարաբաղ ռուս խաղապահների կանգնելով եւ տեսել ենք որ դա որևէ կերպ ես հասկանում եմ որ հրապարակ օրաթերթը մի քիչ խնդիրներ ունի, բայց մի ընդհատեք ինձ։ Ես խնդիրներ բացարձակ չունեմ ու երբ որ ես պատասխանում եմ մի ընդհատեք ինձ, մի ընդհատեք ինձ, մի ընդհատեք ինձ։ 5 շրջան պետք է մի ընդհատեք ինձ։ Եվ հետեւաբար մենք տեսել ենք, դե չշարունակեցի ուղղակի խնդիրներ ունի ինչի հետ, որովհետեւ փորձում են պահել բարեկրթության սահմանները։ Եվ մենք տեսել ենք, որ ոչ նոյեմբերի 9-ի հայտարարությունը եւ ռուս խաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում չի խանգարել, որպեսզի Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերին իր վերահսկողության տակ վերցնի Լեռնային Ղարաբաղը։ Հետևաբար, երբ որ իրանք ասում են, այ այն ժամանակ էս ինչներ, մենք դրա իրագործումը գետնի վրա տեսել ենք։ Պարոն Բենյան, մեկ այլ հարցին անդրադառնանք։ Ներողություն էլի, հարց ունեք։ Այո, պատերազմ չեք կարծում, որ բանակցություններից հետո այդ ձեր ասած որ տեսել ենք եւ պատերազմից հետո բոլորովին ուրիշ վիճակ էր լինելու։ Այսինքն մեզ արդեն մենք ստորացուցիչ պարտություն էինք գրել, դրանից հետո ինչ էիք ակնկալում։ Իսկ եթե բանակցություններով գայիք այդ 7 շրջաններին ուրիշ ձև չէր լինի, դուք ավելի լավ գիտեք հիմա դա պատերազմական ելքով իրավիճակ ուրիշ բան է, բանակցությունների ելքով իրավիճակը ուրիշ բան է, հիմա ինչ եք ասում, որ մենք տեսել ենք այդ վիճակը։ Որովհետև մենք տեսել ենք այդ վիճակը, ես ձեզ ասում եմ, եթե փաստարկն այն է, երկու մասի էլի բաժանենք փաստարկը։ Իրանք ասում են, այ մեր ժամանակ քննարկում էր այս հանճարեղ լուծումը եւ շարունակությունը, մեղադրանքներ մեզ։ Հիմա ես ասում եմ, հակափաստարկ համար 1, եթե ձեր ժամանակ քննարկում էր այդ հանճարեղ լուծումը, ինչի այդ հանճարեղ լուծումը չի իրագործվել։ Գուցե որովհետև այդ հանճարեղ լուծմանը Ադրբեջանը չի համաձայնվել երբեք։ Հակափաստարկ համար 2, նույնիսկ եթե այդ ձեր պատկերացրած հանճարեղ լուծմանը Ադրբեջանը համաձայնվեր, այդ լուծումը արդեն իսկ հայտնի է, ենթադրելու էր 7 շրջանների վերահսկողության հանձնում Ադրբեջանի կամ 7 շրջանով կամ 5+2 կամ Լաչինի միջանցք պահելով, այսքան կիլոմետրաժով կամ այսքան, բայց էությունը շատ չի փոխվում։ Եվ Լեռնային Ղարաբաղի շուրջ ռուս խաղապահ զորամիավորման տեղակայում։ Հիմա ասում եմ, մի պայմաններում, երբ որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ռուսական խաղապահ զորակազմի տեղակայում տեղի ունեցել էր եւ Լաչինի միջանցքի շուրջ, Ադրբեջանը գրավել է Լեռնային Ղարաբաղը։ Հետևաբար իրենց պնդումը, որ տեսեք, այսպիսի հանճարեղ բան էր լինելու, նախ փաստ չի որ լինելու էր, երկրորդն էլ լինելու դեպքում մենք արդեն տեսել ենք դա ոնց հավատվում։ Ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերությունները այնքան փչացած չէին, որքան օրինակ պատերազմից հետո, երբ որ հակառուսական նոտաներ էին։ Ինչ հակառուսական նոտա։ Ինչ հակառուսական։ Սերժ Սարգսյանի հարցազրույցները։ Սերժ Սարգսյանի հարցազրույցը ես կներեք, ես ո մազոխիստ չեմ Սերժ Սարգսյանի հարցազրույցը, դնեմ 7 ժամ նայեմ։ Չէ, դուք գոնե փող եք ստանում դրա համար, լրագրող եք, դա ձեր գործն է։ Ով է ասում, ես վստահ չեմ։ Առավոտ ժամը 6-ից Դե գրոհեց Facebook-ում։ Դե անպայման չի նայել դրա համար, բայց չեմ նայել Սերժ Սարգսյանի հարցազրույցից մի ուշագրավ դրվագ կա, դուք Նիկոլ Փաշինյանի ամենամերձավոր թիմակիցներն եք, հեղափոխության ժամանակ միշտ կողքին եք եղել, ասում է այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանին ողջ վարչապետի պաշտոն են առաջարկել։ Ես նման բան չեմ։ Ով է Սվիտասկին է նրան ասել այդ մասին։ Ես չգիտեմ։ Ես ասել Սերժ Սարգսյանին։ Ես չգիտեմ ինչ են խոսել Սվիտարսկին Սերժ Սարգսյանի հետ, ես նման բան երբեք չեմ իմացել։ Նիկոլ Փաշինյանի հետ զրուցել է եւ Փաշինյանը Սվիտասկին այդ մասին ասել է։ Ես նման տեղեկություն չունեմ։ Այսինքն նման բան չի քննարկվել, չի եղել։ Ես համենայն դեպս տեղյակ չեմ եւ ես վստահ եմ որ տեղյակ կլինեի, եթե այդպիսի բան եղած լիներ։ Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի հարցազրույցներն այսպես կարմիր թելով գծված, իրենք երկուսն նույն բանն էին պնդում բանակցությունների հետ կապված, դες մեղադրում դուրս թողեցիք բանակցություններից, պատերազմը դուք հրահրեցիք։ Ինչ որ միտում կա այս հարցազրույցների իրար հաջորդականության մեջ, նաեւ դրան գումարենք Նարեկ Կարապետյանի հարցազրույցը դրսի լրատվամիջոցներին էլի ձեզ մեղադրենք։ Դե շուրջան ասում եմ ես համաձայն չեմ Ադրբեջանի արտգործնախարարի Ռոբերտ Քոչյանի, Սերժ Սարգսյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումների հետ։ Ես համաձայն չեմ եւ ճիշտ եք նկատում, որ այդ պնդումները նույնն են։ Հիմա դուք դատեք, նորմալ է, որ Ադրբեջանի արտգործնախարարը մեղադրում է Հայաստանին պատերազմ հրահրելու բանակցային գործընթացը կանգնացնելու մեջ, ինչը հասկանալի է, որովհետեւ ինքը հակառակ կողմն է, պետքա հակառակ կողմին մեղադրի, բայց նորմալ է, որ նույն մեղադրանքը Հայաստանի հասցեին հնչեցնում են
Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ասեմ ավելին, նշեցիք Սերժ Սարգսյանի նախկին աշխատակազմի ղեկավարի որդու հարցազրույցը, որ ես էլի չեմ նայել, բայց մի հատված տեսել եմ, որտեղ ասում է, որ 2023 թվականին Հայաստանի վարչապետը հայերին Լեռնային Ղարաբաղից տեղափոխեց Հայաստան։ Կարծես որևէ բան չէր եղել, ուղղակի Հայաստան Նիկոլ Փաշինյանը էթնիկ զտման ենթարկեց Լեռնային Ղարաբաղը։ Էս են այս մարդիկ, իրանք ինձ թվում է մեկ-մեկ ես հասկանում եմ քաղաքական գործունեություն, ընդդիմադիր գործունեություն, բայց պետք է տարբերակ ես պայքարը երկրի իշխանության դեմ, ինչը նորմալ է, եթե դու ընդդիմադիր ես, պայքարից քո պետության դեմ։ Պարոն Ռուբինյան, մի րոպե կներեք, էլի Բայրամովը ասում էր, որ այդ իրավիճակում, այդ շրջանում իրենք փաստեր են հավաքել եւ միջազգային հանրությանն են ներկայացրել այդ փաստերը, մասնավորապես նշում էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Արցախը Հայաստանը եւ վերջ Տավուշյան դեպքերից հետո այդ ցուցադրաբար միջոցառումը մեդալներ հանձնելը, համահայկական խաղերի անցկացումը Ստեփանակերտում։ Դուք այնուհանդերձ չեք կարծում, որ այդ ամենը ինչ որ կերպ նպաստեց, որ Ադրբեջանն ավելի ագրեսիվ դառնա։ Ես համաձայն չեմ Ադրբեջանի արգոսնախարարի Ռոբերտ Քոչարյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի պնդումների հետ, որ Հայաստանը հրահարել է պատերազմ։ Ես դրանց հետ համաձայն չեմ։ Ես համաձայն չեմ Ադրբեջանի արգոսնախարարի եւ Ռոբերտ Քոչարյանի այն պնդման հետ, թե իբր 2020 թվականին Հայաստանը Տավուշում հուլիսին սահմանային պրովոկացիա է դիմել։ Ես համաձայն չեմ Ռոբերտ Քոչարյանի եւ Պարոն Բայրամովի միջև այդպես է ասել։ Ու մի կողքից բան արեք, մեկնաբանեք իմ ասածները։ Հաջորդը։ Ես կարծում եմ պատճառը, որ Ադրբեջանը սանձազերծեց պատերազմ 44 օրյա, հետեւյալի մեջ է։ Այն տարիներին, երբ որ պետք էր Հայաստանի ռազմական բյուջեն մեծացնել, որպեսզի հարաբերակցությունը Ադրբեջանի հետ ռազմական բյուջեից մեկը մեկինից չդառնա 1-5-ին 2008 թվականի դրությամբ, պետք էր այդ տարիները օգտագործել Հայաստանի ռազմական բյուջեն մեծացնելու համար, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան բյուջեն մեծացնելու համար, կամ Սերժ Սարգսյանի ընտանեկան բյուջեն մեծացնելու համար, եւ այսպես շարունակ։ Այդ դա է պատճառը եղել 44 օրյա պատերազմի, երբ որ բալանսը այնպես էին խախտել, որ չկար զսպիչ հանգամանք։ Շատ բարձ։ Ինչ։ Պատերազմը հենց այդ է սկսում է, երբ որ բալանսը խախտվում է, եւ ոչ թե հավասար։ Ինչի պետք է Ադրբեջանը մի վարքյան մի իմ հետ հավասար խոսեք։ Ինչի պետք է հավասար խոսում եք։ Հենց հիմա դուք իմ հետ հավասար խոսում եք։ Ինչի պիտի Ադրբեջանը 2000-ականներին պատերազմ սկսեր, եթե ինքը տեսնում էր, որ իր ռազմական բյուջեն ավելանում է եւ Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան բյուջեն է ավելանում։ Հայաստանի ռազմական բյուջեն ճիշտ համամասնությամբ չի ավելանում։ Ինքը ընդամենը պիտի սպասեր, երբ որ այդ համամասնությունը պետքա փոխվեր իր օգտին։ Եվ երբ որ Ռոբերտ Քոչարյանը ասում է իմ տարիները եղել են խաղաղ պարտքով վերցրած տարիներ են եղել, իհարկե։ Այն տարիները, երբ որ պետք էր ծախսել ռազմական բյուջեների համամասնությունը պահելու համար, ինքը ծախսել է իր ընտանեկան բյուջեն մեծացնելու համար, արդյունքում իր նախագահության ավարտին 1-1-ին հարաբերակցությունից դառել է 1-5-ի հարաբերակցություն։ Դուք հիմա ինչ փաստարկներ եք բերեք, ակնհայտ է, որ այդ տարիներին Համաձայն եք իմ փաստարկները։ Իա, ինչի համաձայն չեք բա։ Ակնհայտ է, որ այդ Ինչի համաձայն չեք ասել։ Որովհետև այդպես չի իրականում։ Դուք Բա ոնց է։ Այսինքն ուզում եք ասեք 98-ի եւ 2008-ի համեմատությունը ռազմական բյուջեների 1-1-ի ու 1-5-ի չի եղել։ Գուցե այդպես եղել, բայց դա Գուցե չէ, այդպես է եղել։ հրահրելու Ադրբեջանի պատերազմը։ Ո՞վ է հրահրել Ադրբեջանի հետ պատերազմը։ Դուք ասում եք, որ հրահրել։ Իսկ դուք ինչ եք ասում։ Ես ասում եմ, Չէ, ինչ եք դուք ասում։ Նպաստել են, որ Ադրբեջանը Ես էլ ասում եմ նպաստել են հետևյալ քայլերը, որպեսզի սկսվի պատերազմ։ Նպաստել են հետևյալ քայլերը 98-ից 2008 թվին եւ դրանից հետո։ Նպաստել են հետևյալ քայլերը։ Ադրբեջանում աճել է ռազմական բյուջեն, մեր երկրում աճել է երկրի ղեկավարների ընտանեկան բյուջեները։ Այդ դա է նպաստել պատերազմի սկզբին։ Բայց ձեր ասածով հիմա թվականակով մեզից մի քանի անգամ մեծ պետություններ մեզ պիտի խժռեին, ինչի մենակ ռազմական բյուջեով,